Խոսում ենք, նկատել եք։ ԿՊ կուսակցության կանոնագրքի կանոնակարգի 4-րդ կետի խախտում է, նշում է, որ Նայեք, դուք ԿՊ-ական եք։ Դե ԿՊ-ն կորոշի, ինչ գործ ունի դուք։ ԿՊ-ն կարա իր կանոնագիրքը որոշի։ Սիմոնյան, այսինքն դուք ձեր կարծիքը հիմա այդտեղի ունեցածից հետո որ Իմ կարծիքն է, որ դա կազմակերպված էր։ Իմ կարծիքն է, որ դա կազմակերպված էր։ Իմ կարծիքն է, որ դա կազմակերպված էր։ Ես գիտեմ դա ում կողմից է կազմակերպված։ Ես վստահ եմ, որ նման դեպքեր ընտրությունները մենք ինչքան մոտենանք, այնքան շատ է լինելու, գիտեմ որտեղից է ուղղորդված, այսինքն գալ որդեկորույստ անհայտ կորածների, ծնողների, բարեկամների մեջ խառնվել եւ քաղաքական նպատակ հետապնդել, գալ հեռախոսը միացնել եւ հեռախոսի ու նույն տեղից ուղիղ եթերով Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահային սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել, բանա, ես այդ ոնց է ստացվում, ես քաղաքացի չեմ, թե ես ասենք Հայաստանի Հանրապետության պաշտոնյա չեմ։ Ես կարծում եմ, որ 2 կամ 3 սուբյեկտ կա, որ կարա դրա պատասխանը տա։ Դա առաջին իրավապահ մարմիններն են։ Եթե իրավապահ մարմինները գտնեն, որ իմ գործողության մեջ ինչ-որ բան կա, ես վստահ եմ իրանք կգործեն։ Եթե գտնեն այն կողմի մարդկանց գործողությունների մեջ ինչ-որ բան կա, արձագանքեն։ Երկրորդ սուբյեկտը դա Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է։ Իրանք ես երեք շատ շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր որ աջակցության խոսքեր էին գրել ինձ, իմ նկատմամբ այդ հարձակումից հետո ես կարծում եմ, որ նույնիսկ ընդդիմադիր ամենածայրահեղ ընդդիմադիր կայքերի մեկնաբանությունների մեջ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը իր գնահատականը տվել է եւ երրորդ սուբյեկտը դա արդեն իմ կուսակցությունն է, եթե իմ կուսակցությունը կգտնի, որ չի քննարկվում, եթե ինչպես Նարեկը հարգելի ասեց, որ ինչ որ խախտում չի, եթե իմ կուսակցությունը հարգելիս, լսեք, ես գիտեի, չէ, որ դուք ստեղ եք։ Ես նայում եմ եթերում Ավինյանից էիք հարցնում, Սամսոն Միքայելյանից էիք հարցնում։ Ես գիտեի, չէ, որ մոտենալու եք։ Ես կարա չէ վաղը գա իրիկուն ուժ գայի կամ խուսափե։ Ես որից է խուսափելու բան չունեմ։ Իսկ դուք ձեզ թվում է ես անընդհատ 5 հոգի խոսացածի դեպքում արի քնար ջան։ Հա, անպայման, բայց շոյկը վերջացնի, ասա շոյկ ջան։ կուսակցությունը ամեն դեպքում որոշում կա քննարկվի կուսակցությունը։ Չգիտեմ, չէ, նման տեղեկություն չունեմ, ես որևիցե բան չեմ կարող ասել։ Այլ Հաջան Ուզանա ջան, ես ձեզ պատասխանեցի հերիքա, մեզ դեմ տակ այդ դուք պաշտոնյա եք, դուք բան եք, ազգային ժողովի նախագահ եք, այս հերիքա այդ դեմ կլինի ես իմ պատասխանը տամ, իսկ դուք ձեր զսպվածությունը, դուք ձեր գնահատականը, ձեր զսպվածության, ձեր մեր հետ շփվելու գնահատականը տեսել եք, ես հերիքա այդ դեմ տակ Եվ համարեք, որ կարելի է Ալենին, մյուսին, ամեն ինչ բանալ չի լինելու։ Ես ասել եմ, որ որևիցե մեկը թող չխափնվի մեր դաստիարակությանը, մեր կանոնագրքին, մեր, չգիտեմ, օրենքի նկատմամբ հարգանքին, որևիցե մեկը թող չխափնվի ու կրկնում եմ, սա քաղաքական միավորի կողմից կազմակերպված սադրանքեր Այդ կուսակցության, չգիտեմ անունը, ես իմ տեսեք նույնիսկ անունը չգիտեմ, կազմակերպված, հանգստացի այդ 3 օրդ կասես, մի մոռացի, բանան, 3 օր էր, ես քեզ կհիշացնեմ, ուրեմն իրանք կազմակերպել են եւ տեղի ունեցել են, ինչ-որ տեղի ունեցել, այլ բան կա չկա ավելացնել, գալա գնամ խավա, մի րոպե, մի հատ տենանք 3 օր ինչ ասում, հետո անցնենք, անպայման քո հարցին կպատասխանեմ, խնդրեմ, 3 օր է ազգային ժողովի հենց դիմաց են, մուտքի մոտ ձեզ են պահանջում, ավելին ձեզ անգամ գրություն են ուղղում։ Ինչու հենց 3 ձեզ չէին զեկուցել ձեր աշխատանքները այսքան թիկնազորը։ Ես մտածում եմ ավելի վատ հարց ստալու։ Դուք Ավարտեք։ Կարող ենք եզրակացնել, որ դուք հատուկ այդ օրը մոտքով որոշեցիք իջնել եւ անձամբ սադրել։ Չեք կարող, որովհետև նախ ինձ որևիցե մեկը չի պահանջել, երբ որ ժամանակին, իսկ ես ձեզ չեմ ընդհատել, չէ, ես ձեզ չեմ ընդհատել, կարող եմ պատասխանեմ ձեր հարցին, երբ որ ծնողները անհայտ կորածների բարեկամները ժամանակին ճանապարհ էին փակել, ես եմ եղել այն մարդը, որ իջել եմ, անկախ նրանից, իրանք իմ անունը չեն տվել, մի քիչ ես կողմ կանգնեք, քնարը ինձ տեսնի, անկախ նրանից, որ իրանք իմ անունը չեն տվել, ես գնացել եմ, խնդրել եմ իրանք ճանապարհը բացել են։ Դրանից հետո ես 2 լսում եմ կազմակերպել եւ
6 ժամ մոտավորապես այդ լսումները տևել է։ Ներկա են եղել ՀԿ-ների ներկայացուցիչներ, լրագրողներ, ընդդիմադիր падգամավորներ։ Ես իրենցից ոմանց հետ հեռախոսակապի մեջ եմ։ Իմ գրասենյակը իրենցից ոմանց նաև աջակցում է եւ խոսում է իրանց հետ եւ խոսացել է։ Ես չեմ իմացել, որ այդտեղ մարդ է եղել հավաքված, երբ որ մոտեցել եմ, այո, իմ բանը կարելի է վերջացնեմ։ Դու ուզում ես իմ հետ վիճես, թե ուզում ես ես քո հարցին պայ։ Եթե եւս մեկ անգամ ստում ես դու, ես կընդհատեմ հիմա հարցազրույցը։ Ես դրա մասին իմացել եմ, երբ որ մոտեցել եմ արդեն եւ ոստիկաններին տեսել եմ, հարցրել եմ իմ անվտանգության աշխատակիցներին, բա ինչի են, որտեվ նիստերը ավարտվել էր։ Հարցրել եմ, ասել եմ, բա իսկ ինչի են մարդիկ հավաքված, եւ վերջի վերջո քո ասացի խնդրեմը կանում է նրանում, որ ես ընդհանրում չեմ ունեցել այդ մարդկանց հետ։ Ես ընդհանրում եմ ունեցել, ինձ մոտեցել է կուսակցական, մոտեցել է մեկ այլ կուսակցական եւ սեռական բնույթի հայհոյանքներ տվել։ Այդ մարդկանց եւ այդ կուսակցականներին մի նույնացրու եւ պնդի, որ ես դրա մասին իմացել եմ։ Միգուցե կարող է ենթադրել, կարող է մտածել, որ կա, բայց այն մարդիկ, ում հետ որ այդ դեպքը եղել է, դրանք որևիցե կապ չունեն ձեր ասած մարդկանց հետ։ Թեև դուք նշում եք, որ այդ պատին ահա ձեզ դեմ չտանք, որ դուք հանրային պաշտոնյա եք եւ այլն, բայց դուք որպես պաշտոնյա ազգային ժողովի նախագահ ներկայացուցիչ ավարտեմ հարցի, եթե կարելի է։ Դուք ավելի հանդուրժող պիտի լինեք ըստ էության։ Մենք իհարկե չենք անընդունելի է հայհոյանք, որ ձեր նկատմամբ է հնչեցվել, դա չենք արդարացնում, բայց դուք ազգային ժողովի նախագահ եք եւ ձեզ պետք է հիշեցնեմ նաեւ ձեր գործընկերոջ Վիլեն Գաբրիելյանի հետ տեղի ունեցած միջադեպը, որ նույնաբովանդակ Ավարտեցիք, ես առավել քան հանդուրժող եմ եւ ես վստահ եմ ձեզանից որևիցե մեկը չի կարող եւ նույնիսկ աշխատանքի ընթացքում շատ հաճախ ավելի քիչ հանդուրժող եմ, քան կարա լինի։ Եվ ես արդեն պատասխանեցի, որ այդ գնահատականը ընդդիմադիր լրատվամիջոցները չէ, որ պետք է տան եւ փորձեն ինչ-որ իրավիճակից բան։ Այդ գնահատական ասի կտա Հայաստանի Հանրապետության քաղաքացին, կտա հարգելիս։ Ես ուզում եմ հասկանամ, դա նույնպես SMS-ով եկած հարցած է ձեր անձնական հարցն է։ Ես շնորհակալություն եմ հայտնում։ Այսօր երևաց, որ ժողովուրդ օրաթերթին SMS-ով ուղարկել էին նյութ, որ դուք տեղադրեք։ Դուք ձեր որակը ցույց տվեք։ Դուք գնացեք, դուք եք SMS-ով հայրանքով ձեր գործունեությունը իրանացնում։ Թվում եք քաղաքացիական անպատիժ ժամանակ եկեք շարունակություն։ Դուք եք հանդուրժողը։ Ես չեմ զարմանա, որ մի օր դուք ես սկսեք հայոյել, ուղիղ եկեք, Ես որովհետեւ այդ դաստիարակությունը չունեմ, պարոն Սիմոնյան։ Ես այդ դաստիարակությունը չունեմ։ հայոյել ուղիղ եկեք։ Ես այդ դաստիարակությունը չունեմ։